Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է ԾՍՏ-ն Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին եւ 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի թագավորությունում Բրյուսելում, որտեղ կմասնակցի համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Իսկ հոկտեմբերի 22-ից 23-ը Թբիլիսիում կանցկացվի Մետաքսի ճանապարհ համաժողովը։ Կազմակերպիչների հաղորդմամբ կմասնակցեն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Հայաստանում Նիդերլանդերի թագավորության դեսպանության գործակցությամբ գավառում տեղի է ունեցել սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում, իրազեկում եւ հասարակական գիտակցության ձևավորում թեմայով միջոցառում։ Երևանում անցկացվում է փոխակերպվող տնտեսություն, կայուն ներառական աճ խորագիրը կրող միջազգային երկրորդ գիտաժողովը, որի նպատակն է ապահովել հերթական նորարարական խորագիրը կրող միջազգային երկրորդ գիտաժողովը, որի նպատակն է ապահովել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար։ Երևանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնության երրորդ փուլը։ Նպատակն է Հայաստանի համայնքների կայուն տնտեսական զարգացումը խթանելը։ Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկ առաջատար ընկերություններից մեկը Էմարատը գործակցության ուշագիր է ստորագրել հայաստանյան վառելիքաէներգետիկ խոշորագույն կազմակերպություններից մեկի Մեգատրեյդի հետ։ Ուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետը։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին եւ 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի թագավորությունում Բրյուսելում, որտեղ կմասնակցի համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։ Վարչապետը արդեն մեկնել է։ Իսկ հոկտեմբերի 22-ից 23-ը Թբիլիսիում կանցկացվի Մետաքսի ճանապարհ համաժողովը, որին կազմակերպիչների հաղորդմամբ կմասնակցեն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը։ Նրանց աշխատակազմերից դեռ համաժողովի մասնակցության մասին չեն հայտնել։ Ակնկալվում է 2000 պատվիրակների մասնակցություն։ Թվով 5-րդ համաժողովի գլխավոր թեման կայունության պայմաններում ներդրումներ կատարելն է։ Կքննարկվեն գլոբալ առևտրի, տրանսպորտի եւ լոգիստիկայի, միջին միջանցքի զարգացման, էներգետիկայի, թվային տրանսֆորմացիայի եւ այլ թեմաներ։ Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ համաժողովը առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին եւ անցկացվում է 2 տարին մեկ անգամ։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն էլ հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների Սենատի անդամ հանրապետական Ստիվ Դենսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան ԱՄՆ օրակարգային հարցեր եւ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Իրակոմ հանդիպմանը եւ ստորագրված փաստաթղթերին։ Մկրտչյանը երախտագիտություն է հայտնել սենատոր Դենսին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում ցուցաբերած աջակցության համար։ Մերձավանում 30-ից ավելի հասցեներում խոզարկություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունը վերջին իրադարձություններով պայմանավորված օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Նշվում է, որ խոզարկություններին իրականացվել են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ քննչական կոմիտեի գործընկերների հետ։ Երևանի քաղաքապետ Ալբինյանը սոցցանցի էջում պատասխանել է երևանցիների հարցերին, դրանք վերաբերել են Երևանի դիմագիծը, այլանդակող կառուցապատումներին, կանգառներում տեղադրվող խելացի ժամանակացույցերին, քաղաքաշինական նորմերին եւ ճոպանուղիներին։ Երբ են արգելվելու Երևան քաղաքի դիմագիծը այլանդակող կառուցապատումը եւ ինչպես է ծրագրում վերադարձնել Երևանին իր պատմամշակութային տեսքը։ Երևան քաղաքում դուք երևի թե հաճախակի տեսնում եք, որ պատմամշակութային հուշարձաններին կից կցակառույց տգեղ շինությունները մենք պարբերաբար քանդում ենք։ Քանդում ենք, որովհետև հիմնականում այդ կառույցները լինում են ոչ օրինական, ինքնակամ շինություններ, եւ մենք ունենք այդ հնարավորությունը նմանատիպ աշխատանքներ իրականացնելու։ Նմանատիպ քանդումներ դուք տեսել եք վստահաբար վերջերս Աբովյան փողոցի վրա, որտեղ որ ամբողջ այդ կցակառույցների գիծը մենք քանդեցինք։ Երբ կանգառներում կլինեն ժամանակացույցներ։ Իրականում այսօր էլ կանգառներում մենք ունենք ժամանակացույցներ, ուղղակի այդ կանգառների քանակը քիչ է։
Երևան քաղաքում մինչև այս տարվա վերջ մենք կունենանք մոտավորապես 40 կանգառ, որտեղ որ դուք կտեսնեք ավտոբուսների ժամանման րոպեները, իսկ մինչ այդ առաջարկում եմ օգտվել Yandex հավելվածից, որտեղ որ ամբողջապես այս ինֆորմացիան տեղադրված է։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության գործակցությամբ Գավառում տեղի ունեցել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում, իրազեկում եւ հասարակական գիտակցության ձևավորում թեմայով միջոցառում, որի ընթացքում ցուցադրվել է Շնորհավոր աղջիկ է ֆիլմը։ Այն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների եւ դրա հետևանքների մասին է։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակվում են մնալ մեր հասարակության համար լուրջ եւ մտահոգիչ խնդիր։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի մշակույթի տանը տեղի ունեցած սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում, իրազեկում եւ հասարակական գիտակցության ձևավորում թեմայով միջոցառման ժամանակ։ Միջոցառումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության համատեղ ջանքերով։ Պաշտպանն ընդգծել է, որ չնայած կառավարության քայլերին, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ լուրջ խնդիր, որն ազդում է ինչպես գենդերային հավասարության, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Գեղարքունիքի մարզում ըստ տարբեր հետազոտությունների մեծ է թիվը սեռով պայմանավորված նաև հղիության արհեստական ընդհատումների, այդ թվում երբ վերլուծում են ընդհանուր որակական համատեքստը եւ բնականաբար սա շատ կարևոր ազդակ է, որպեսզի մենք կարողանանք ընդհանուր առմամբ զբաղվել ոչ թե պարզապես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրով, այլ կարողանանք նաև տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության, աղջիկների եւ տղաների իրավահավասարության, ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների տրամադրման կարևորության ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Շնորհավոր աղջիկ է ֆիլմը, որն անդրադառնում է այս խնդրին եւ ներկայացնում դրա հետևանքները Հայաստանում։ Այն ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ եւ անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին։ Ֆիլմի դիտումից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում, որի ընթացքում քննարկվել են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման միջոցները, նաեւ հանրային իրազեկության բարձրացման կարեւորությունը։ Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Մորոյ Վենթերը խոսելով այս հարցի մասին շեշտել է, որ վերջին 20-ից 30 տարիների ընթացքում Հայաստանում 80,000 աղջիկ չի ծնվել, ինչը վկայում է խնդրի չափազանց լրջության մասին։ Մենք պետք է շարունակենք քննարկումները եւ հասարակությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ հասկանալու համար, որ բոլոր մարդիկ հավասար են եւ պետք է ունենան հավասար հնարավորություններ։ Անահիտ Մանասյանը նաև ավելացրել է, որ այս հարցի լուծումը պահանջում է համատեղ ջանքեր, սկսած կրթական հաստատություններից մինչև հասարակական կազմակերպություններ եւ երիտասարդական խմբեր։ Իմ գլխավոր ուղերձը կլինի այն, որ միգուցե մենք մեր միջավայրում կամ մեր կյանքում չենք տեսել այս խնդրի առկայությունը, բայց մենք պետք է նկատի ունենանք, որ մեր շուրջն ապրում են մարդիկ, ովքեր բազմաթիվ իրավիճակներում են բախվել նման խնդրի հետ, եւ մենք պետք է կարողանանք համատեղ եւ սոլիդար ուժերով ծել այդ մարդկանց վերաբերելու այս խնդիրը, որը բոլորիս է վերաբերում եւ պետք է կարողանանք զգայուն լինել մարդկանց խնդիրների նկատմամբ, քանի որ այս հարցը իրապես ազդեցություն է ունենում նաեւ մարդկանց ճակատագրերի վրա։ Պաշտպանը կարևորել է նման ձևաչափի քննարկումների շարունակական բնույթն ընդգծելով, որ համատեղ եւ համակարգված աշխատանքը հնարավորություն կտա հետեւողականորեն կատարելագործելու այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի վրա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանում անցկացվում է փոխակերպվող տնտեսություն կայուն ներառական աճ խորագիրը կրող միջազգային երկրորդ գիտաժողովը, որի նպատակն է ապահովել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար, խթանելով գործակցությունը ակադեմիական շրջանակների եւ աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների մասնագետների միջև։ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում մեկնարկել է միջազգային երկրորդ գիտաժողովը փոխակերպվող տնտեսություն, մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ խորագրով։ Միջոցառումը համախմբել է տնտեսագիտության առաջատար մասնագետների, հետազոտողների եւ բուհական համայնքների ներկայացուցիչների քննարկելու ժամանակակից աշխարհի տնտեսական փոփոխությունների հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները։ Գիտաժողովը կազմակերպվել է Երևանի պետական
համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի եւ տարածաշրջանային գիտության ակադեմիայի համատեղ ջանքերով։ Այսօր տնտեսության արագ փոփոխվող աշխարհում կրթության եւ գիտության դերն առավել քան երբևէ կարեւոր է։ Մենք վստահ ենք, որ նման գիտաժողովները հարթակ են ստեղծում գիտական մտքի, նախ նորարարական գաղափարների եւ պետական ռազմավարությունների համադրման համար։ Այս միջոցառումը նպատակ ունի խթանելու փոխակերպվող տնտեսության վերաբերյալ գիտական քննարկումները, առաջ մղել մարդկային կապիտալի զարգացման եւ ստեղծարար նորարարական մոտեցումների կիրառումը Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ մեծ իմաստով գիտական համագործակցությունը Երևանի պետական համալսարանի, մասնավորապես տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի վերջին տարիներին էապես ակտիվացել է ու դրա վկայությունը նաեւ այսօրվա գիտաժողովի մասնակցության թե աշխարհագրությունն է, թե այն աշխարհահռչակ բուհերի ներկայացուցիչների ներկայությունը ֆիզիկապես մեզ հետ։ Ուզում եմ նաեւ առանձնահատուկ շեշտել, որ երկու Նոբելյան մրցանակակիր Պոլ Կրուգմանը եւ Տարոն Աճեմօղլուն եւս գիտաժողովի գիտական կոմիտեի մեջ են ներգրավված եղել եւ այսօր ու վաղը եւս իրենց մտքերն են կիսելու գիտաժողովի մասնակիցների հետ։ Սա կարծում եմ լավագույն վկայությունն է, որ մենք աշխարհին համընթաց ենք քայլում ու ըստ էության ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանի, ավելի կոնկրետ Երևանի պետական համալսարանի տեղը համաշխարհային գիտական քարտեզում ել ավելի ամրապնդվի։ Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև Հայաստանի բանկային համակարգի, պետական կառույցների, միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Ֆինանսական համակարգը պետք է դառնա տնտեսական վերափոխումների առանցքային շարժիչ ուժ։ Գործակցությունն ակադեմիական ոլորտի եւ ֆինանսական կառույցների միջև կարևոր պայման է նորարար լուծումներ ներդնելու համար։ Միջազգային գիտաժողովում ելույթ ունեցավ նաև տարածաշրջանային գիտության ակադեմիայի փոխնախագահը, ընդգծելով Հայաստանի դերը գիտական գործակցության զարգացմամբ պայմանավորված տարածաշրջանային գործընթացներում։ Հայաստանը տարածաշրջանում գիտական գործակցության եւ նորարարական գաղափարների կարևոր կենտրոններից մեկն է։ Այս գիտաժողովը հիանալի հնարավորություն է գիտության եւ քաղաքականության միջև կամուրջներ ստեղծելու համար։ Այս նախաձեռնությունը ոչ միայն գիտական, այլ գործնական նշանակություն ունի։ Քննարկումներն ուղղված են այն հարցին, թե ինչպես է հնարավոր ձևավորել մրցունակ տնտեսություն, հիմնված գիտելիքի, մարդկային ներուժի եւ կայուն աճի վրա։ Գիտաժողովը կշարունակվի մի քանի օր, ներառելով թեմատիկ քննարկումներ, սեկցիոնիստեր եւ գիտական զեկուցումներ, ուղղված տնտեսության զարգացման հիմնախնդիրների ուսումնասիրությանը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնության երրորդ փուլը, որը նպատակ ունի խթանելու Հայաստանի համայնքների կայուն տնտեսական զարգացումը։ Այս տարի ծրագրին են միացել 3 համայնքներ՝ Շապարանը, Գորիսը եւ Նոյեմբերյանը։ Հայաստանում հոկտեմբերի 8-ին մեկնարկեց համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնության երրորդ փուլը։ Այս տարի Արևելյան գործընկերության երկրներից ծրագրին միացել են եւս 10 համայնքներ, որոնցից 3-ը Հայաստանից՝ Ապարանը, Գորիսը եւ Նոյեմբերյանը։ Այս համայնքներն արդեն սկսել են աշխատել նոր ծրագրերի շրջանակներում, որոնց նպատակն է ոչ միայն աջակցել համայնքների տնտեսության զարգացմանը, այլև նորարարական մեթոդներով ու ռազմավարական մոտեցումներով օգնել նրանց լուծել տեղական առօրյա խնդիրները։ 2017 թվականից մինչև 21 թվականը եղել է ծրագրի առաջին փուլը, 21-ից 24-ը երկրորդ փուլը, հիմա մեկնարկում ենք երրորդ փուլը 25-ից 28 թվականները, առաջիկա 4 տարվա ընթացքում։ Վերջին երկու փուլերը իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից եւ մենք այս պահին արդեն ամփոփել ենք աշխատանքները նախորդ փուլում ներգրաված համայնքների հետ, որը Կապան, Գյումրի եւ Արենի համայնքներն էին։ Միանգամյա միջամտություններով աշխատել ենք Չարենցավան, Աշտարակ եւ Ալավերդի համայնքների հետ եւ հիմա նոր փուլում ընտրության արդյունքում ընտրվել են Ապարան, Գորիս եւ Նոյեմբերյան համայնքները, որոնց հետ արդեն աշխատանքները մեկնարկել են։ Երրորդ փուլը կառուցվել է նախորդ հաջողությունների հիման վրա, սակայն այս անգամ գերակշռելու է համակարգված մոտեցումը։ Մինչև այժմ համայնքները հաճախ մասնակցել են կարճաժամկետ ծրագրերին, սակայն նոր փուլում ավելի համապարփակ եւ ինտեգրված նախագծեր են իրականացվելու, որոնք ներառում են երկարաժամկետ տեղական զարգացման ծրագրեր։ Այս նոր մոտեցումը մեծապես կհզորացնի համայնքների ղեկավարներին, ինչի արդյունքում կկարողանան խթանել կայուն տնտեսական զարգացում, ինտեգրելով նորարարական լուծումները եւ համախմբելով համայնքային ռեսուրսները։ Նորարարական մոտեցումների ներդրումն է եւ այն գործիքակազմը, որը օգնում է շատ ավելի լավ կառավարել ռեսուրսները, դիմակայել տարբեր տիպի մարտահրավերներին, որոնք համայնքապետարանների համար կարելի ասել անթիվ անհամար են, ու այդ հմտությունները եւ այդ
գործիքակազմը միշտ չի, որ համայնքապետարաններում արկա է, որպեսզի մարդիկ կարողանան դիմակայել արկա խնդիրներին եւ մարտահրավերներին։ Տարածաշրջանային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարփինյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը էական դեր ունի համայնքների զարգացման գործում, ապահովելով գործիքներ, որոնք թույլ կտան ստեղծել կայուն ապագա աջակցելով տեղական իշխանություններին։ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ֆրանկ Հեսը հավելեց, որ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել համայնքներին, նրանց վերածելով կայուն եւ ներառական աճի շարժիչ ուժերի, հատկապես խթանելով նորարարությունները։ Ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում աղետների ռիսկերի կառավարման եւ կլիմայի փոփոխության դիմադրության ոլորտներում տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը միտված միջոցառումներին։ Այս ամենով հանդերձ մենք կարևորում ենք ծրագրի շրջանակներում իրականացված բոլոր միջոցառումները եւ ուրախ ենք, որ շարունակում է համագործակցությունը եւ այսօր արդեն իսկ համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման ծրագրի 3-րդ փուլի պաշտոնական մեկնարկ է ներտրվում եւ հուսով ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ համայնքներ ներգրավվեն գործընթացին, քանի որ նման ծրագրերը նպաստում են տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Նաթվիա Նացվիլիշվիլին իր հերթին նշեց, որ այս նոր փուլը հնարավորություն է տալիս համայնքներին վերաիմաստավորել իրենց դերը, ապահովելով կայուն զարգացում եւ բարելավելով քաղաքացիների կյանքը։ Նա նաեւ հավելեց, որ ծրագրի նպատակն է ոչ միայն աջակցել համայնքներին, այլև ստեղծել այնպիսի շոշափելի փոփոխություններ, որոնք երկարաժամկետ կտրվածքով կհանգեցնեն արդյունավետ կառավարմանը։ Ծրագրի շնորհիվ համայնքների ղեկավարները, նաև միջին օղակի պաշտոնյաները հնարավորություն են ստանում կատարելագործելու իրենց կառավարման հմտությունները, ստանալով գործիքներ, որոնք կօգնեն ոչ միայն տեղական մակարդակում լուծել առկա խնդիրները, այլև միտված կլինեն հեռանկարում կայուն տնտեսական աճի ապահովմանը։ Կապանի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գորթ Ադևոսյանը պատմեց, որ Կապանն առաջին անգամ միացել է ծրագրին 2017 թվականին, իսկ 2022 թվականին դիմել է պորտֆելային վերափոխման ծրագրին ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Ծրագրի շրջանակներում մենք մի շարք ծրագրեր իրականացրեցինք սոցիալական ոլորտի զարգացման եւ տնտեսության զարգացման ուղղությամբ։ Սա մեզ հնարավորություն տվեց նախ առաջին հերթին հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը մեր կարողությունները զարգացնել սոցիալական ոլորտում եւ ինչպես նաեւ հաշվի առնելով որ Կապանը արդյունաբերական քաղաք է, մասնավորապես տնտեսության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է, մենք մի շարք ծրագրեր իրականացրեցինք տնտեսության դիվերսիֆիկացման նպատակով եւ այդ ծրագրերով աջակցություն ցուցաբերեցինք տնտեսության այլ ճյուղերի, ոչ հանքարդյունաբերական ճյուղերին։ Ծրագրի կարևորություններից մեկն այն է, որ համայնքներին տրվում է հնարավորություն փորձարկելու նոր լուծումներ, որոնք կարող են դրականացնել նաև տվյալ համայնքի տնտեսության վրա։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկ առաջատար ընկերություններից մեկը Էմարաթը գործակցության հուշագիր է ստորագրել հայաստանյան վառելիքը էներգետիկ խոշորագույն կազմակերպություններից մեկի Մեգաթրեդի հետ, որը հանդիսանում է Սիլ Կապիտալի բազմազան պորտֆելի առանցքային ընկերություններից մեկը։ Համաձայնագրի շրջանակում Մեգաթրեդը Էմարաթի հետ համատեղ Հայաստանում կգործարկի եւ կզարգացնի Էմարաթ բրենդով սպասարկման կանների համապետական ցանց։ Կանները կհամապատասխանեն վառելիքի որակի, անվտանգության, առողջապահության եւ օպերացիոն գերազանցության միջազգային չափանիշներին սահմանելով նոր նշաձող Հայաստանի էներգետիկ ոլորտի համար։ Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Երևանի Ալբերտ Հոլ սրահում, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մոհդ Շարի Աբդուլլահ Ալ-Մուլան, նաեւ գործարար ոլորտի ներկայացուցիչներ։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Առաջին անգամ Հայաստանում ռազմավարական գործակցության պայմանագիր Արաբական Emirates Petroleum Company եւ հայաստանյան Megatrade վառելիքաէներգետիկ առաջատար կազմակերպությունների միջև։ Համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում միջազգայնորեն ճանաչված Էմարաթ բրենդին այլևս ներկայացված լինել նաև Հայաստանում։ Համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Երևանի Ալբերտ Հոլ սրահում։
որին ներկա էին Երևանի քաղաքապետն ու Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպանը, նաեւ գործարար ոլորտի ներկայացուցիչներ։ Էմիրատը հիմնադրել է Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը 1981 թվականին։ Այն այսօր համարվում է երկրի նավթագազային ոլորտի առաջատարներից մեկը եւ սպառողներին առաջարկում է բարձրորակ վառելիք, 20 նյութեր, ավտոլվացման առաջադեմ համակարգեր, նավթամթերքի պահեստավորման ու լոգիստիկայի լուծումներ։ Մեգաթրեյդի հետ կնքված այս համաձայնագիրը վճռորոշ քայլ է Էմիրատի տարածաշրջանային աճի ճանապարհին։ Մուտք գործելով հայկական շուկա, մենք ներկայացնում ենք վստահելի բրենդ, որը հիմնված է վառելիքի որակի, անվտանգության եւ հաճախորդներին սպասարկման միջազգային չափանիշների վրա։ Հայ գործընկերների հետ համատեղ մենք կձևավորենք մասշտաբավորվող եւ կայուն մոդել, որը ոչ միայն կապահովի ժամանակակից սպասարկման բարձր նշաձող, այլև կզարգացնի տեղական ներուժը։ Այս գործակցությունը հաստատում է Էմիրատի հանձնառությունը արժեք ստեղծելու շահառուների համար, ուժեղացնելու համայնքները եւ խորացնելու տարածաշրջանային գործակցությունը։ 2020 թվականին հիմնադրված Megatrade ընկերությունն էլ իր հերթին Հայաստանի վառելիքաէներգետիկ ոլորտի խոշորագույն կազմակերպություններից է, որը սպառողներին մատակարարում է որակյալ բենզին եւ դիզելային վառելիք։ Այն հանդիսանում է Սիլ Կապիտալի բազմազան պորտֆելի առանցքային ընկերություններից մեկը։ Սիլ Կապիտալի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանի կարծիքով այս պայմանագրով նոր էջ է բացվում Հայաստանին նավթամթերքի շուկայի զարգացման համար։ Ինքներդ գիտեք, որ սա նախադեպներից մեկն է, որ միջազգային բրենդը ներկայանում է Հայաստանում, անշուշտ սա կապ ունի այսօրվա կարգավիճակի, հնարավորությունների, բիզնես մթնոլորտի, այս ամեն ինչի հետ կապված նախ-առաջինը մեր մոտեցումները արդեն միջազգային բրենդներին շատ ավելի դրական է եւ հասկանում ենք, որ միջազգային բրենդների հետ շատ ավելի շուտ այդ ճանապարհը կանցնենք, քան մենք մեզանով։ Դրա համար մենք նախատեսում ենք մեր ապագա գործունեությունը Էմիրաց ընկերության հետ։ Մոտավորապես 35-ից 40 միլիոն դոլարի ինվեստ է։ Դրա մեջ կարելի է հաշվել ամեն մի gas station-ում, այսինքն ամեն մի հիմնարկում կլինի 20-ից 22 աշխատող։ Ըստ դրա մենք հիմա նախատեսում ենք 35 gas station-ներ, այդտենց կհաշվենք 20-ից 22 եւ նաեւ ավելի կավելացնենք մնացած խանութների մասը։ Միավորելով գլոբալ փորձը եւ տեղական կարողությունները, Էմիրատ եւ Megatrade ընկերությունները կվերաիմաստավորեն Հայաստանի էներգետիկ ապագան։ Հենց նրանց համատեղ գործունեության արդյունքում Հայաստանում կստեղծվի Էմիրատ բրենդով սպասարկման կայանների համապետական ցանց, սահմանելով նոր նշաձող Հայաստանի էներգետիկ շուկայում։ Ձյանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր։ Հաղորդվում է, որ եռակողմ հանդիպումից հետո նախարարները կստորագրեն համատեղ հռչակագիր եւ կհրապարակեն հայտարարություններ։ Նշենք, որ 3 երկրների պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը տեղի է ունենում ամեն տարի, իսկ անցյալ տարի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Բաթումում։ Միջազգային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։
Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, ցտեսություն։